Բարև ձեզ ժողովուրդ ջան, այսօր ես ձեզ կուզենամ ցույց տամ երկու հատ գիրք, որը վերցրել եմ գրադարանից, շատ շուտվանից, պետք է արդեն վերադարձնեմ, դրա համար կուզենայի մի հատ ձեզ ասեի, որ կարաք դուք եկնաք վերցնեք, ուրեմն ճիշտ ասած ես գրանցված եմ տարբեր գրադարաններում, օրինակ Իսահակյան գրադարանը ունի մասնաճյուղեր տարբեր տեղերում, օրինակ ես գրանցված եմ Տիգրան Մեծի վրա, գրանցված եմ կենտրոնը, մետրոյի մոտ, գրանցված եմ Բաղրամյան փողոցի վրա, մեր մասիվում էլ եմ գրանցված, Մյասնիկյան հիմա ազգային գրադարանին ասում տեղեր եմ գրանցված, ուշում իմացեք, ազգային գրադարանում, որ Մյասնիկյանն էին ասում Տերյան փողոցի վրա, ինչ գիրք ուզես կա, որը մի հատ է եւ հին է եւ այլն, նա թողում են միայն այնտեղ կարդաս, իսկ որ 2-3 հատ է կարաս գումար թողես, բերես տուն, իսկ լինում է որ իսկ եթե մի քանի հատ ունեն, տալիս են դու բերես տուն, էլի։ Հիմա ես որ իջնում եմ քաղաք, բան եմ անում, տարբեր գրադարաններ մտնում եմ, որտեղ բոլոր գրադարանում երկու գրքից շատ չեն տալիս։ Մի անգամից գնում եմ տարբեր գրադարաններ, ինչ պետք է վերցնում եմ, բերում եմ տուն, կարդում եմ եւ ուշացնում եմ, որովհետեւ ասենք մի 10-12 գիրք է լինում, ուշացնում եմ։ Ուզում եմ սա կարդամ, հետո մի անգամից տանեմ բոլորը իրանց հերթին հանձնեմ, սա էլ եմ ուշացրել ու բավականին արդեն զանգում են հետևներից, էդ էլ ասեմ։ Ու շատ շնորհակալ եմ, նորմալ ժամկետ են տալի, մի շաբաթով պետք է լինի, նայում են մի ամիս անցնում է, նոր զանգում են, սա արդեն զանգել են, հիմա նայեք, հիմա դες գիրք ցույց տամ, ես չգիտեմ ոնց անեմ, որ հիմա իմ համար կամերաս այն կողմը նկարի, չի նկարում, չգիտեմ ոնց անեմ, լավ ես կբերեմ իմ կողմ ու ցույց կտամ ձեզ այդ գրքերը, ուրեմն մեկը այս գիրքն է, չգիտեմ ես ինչ է ցույց տալիս, ահա, էսա, ոնց բռնեմ, թարս պիտի բռնեմ, որ դու մոտ նորմալ ցույց տա, ճիշտ այս հենց բռնելն է, այս գրքի անունը Գևորգ Ավագյանն է գրել, Նագորնո Ղարաբաղ, Ответ ֆալսիֆիկատորам, կարող եմ ավելի լավ երևաբացեմ, զիրկալն է, թարս է երևում, չգիտեմ ոնց բռնեմ, Ստեղ կկարդաք, որ ասում եք խաղաղ ապրել ենք, այս գրքումից կկարդաք, որ խաղաղ ապրել ենք 70 տարի, ոնց ենք ապրել, ու ռուսը գլխներին է եղել, սովետական միություն է եղել, մի երկիր է եղել, մի վախեցեք, այնտեղ ռիզնյա, այդպես բաներ չկա, այնտեղ փաստ է, ինչքան են ապրել, ոնց են ապրել, ինչ են արել, մարդկանց քանակը, ինչքան է շատացել, ինչքան է քչացել, Հայաստանը ոչ այն երկիրն էր, քարոտ, մարոտ, չգիտեմ, բաներ այդքան չկա, полезных ископаемых нет, իրանց մոտ նավթ, գազ կա, աշխատուժը, ավելի լավ աշխատավարձներ են եղել եւ այլն, ինչքան մեր մոտ մարդ եղել, օտար երկրա, սոցիալնե միշտվո, ազգային փոքրամասնություն, տարիների ընթացքում ոնց է շատացել, այնտեղ, որ այդքան լավ հնարավորություն եկա գումար աշխատել եւ այլն, ռուս, հայ, քուրդ, ինչ ուզում ա լինի, ինչպես են քչացել։ Հիմա ես երկրորդ գիրքն եմ ցույց տալիս։ Այս գրքի անունը Армянские источники 18 века об Индии։ Ավագյան է, սա չի, Աբրամյան, այսա, սպասեք, ներս ցույց տամ, ավելի պարզ կլինի։ Այս մեր ակադեմիա նауկն է տպել այս գիրքը։ Այսա, չգիտեմ, չի երևում, երևի էկրանից եմ մթանում, լուսանում չեմ ամիս ինչ է լինում այս էկրանի հետ։ Այս էլ կարդացեք ու տեսեք մենք ինչ ազգ ենք։
Հնդկաստանում մենք ով ենք եղել։ Հնդիկներին պաշտպանել ենք անգլիացիներից, եւ անգլիացիները հայկական հետ Հնդկաստանից ուզում մաքրել են ուզում, իրանց գրառումների մեջ, իրանց հիշողությունների մեջ չկա այդ բանը։ Հայերը ոնց են Հնդկաստանը պահել, դպրոցներ են բացել, ինչեր են արել հայերը այնտեղ, քրիստոնեություն եւ այլն, կտեսնեք, ովքեր են հայերը հիմա, որ չգիտեմ, փողի մեռած, երկիր եք ծախում, հլա մի հատ նայեք, հա, դուք ձեր նախնիները ով են եղել, ինչ երկրի, ինչ մարդկանց շարունակություն եք դուք, ինչ եք դարեր, ինչից ինչ եք դարեր։ Այս գրքերը պետք է գրադարան տանեմ ես, դա մասա ցույց տվեցի, ես հետո գրքեր ցույց կտամ շատ, իմ պապիկիս գրքերը, 1800 թվերի, մենք այնտեղ գտնենք հայերի մասին ինչա գրած, կփնտրենք Ադրբեջան, ես շատ եմ փնտրել, չեմ գտել։ Ունեմ նաստոլնի կալենդարի 1900, չգիտեմ 5 թվի, չգիտեմ 8 թվի, այնտեղ է շատ բաներ կան։ Նաստոլնի կալենդարի հետ ոնց ես ասեմ, այդ գիրքա, որ ասենք սեղանի օրացույց են ասում, որ ամեն օր մի էջը կարդաս, այդ Վիկիպեդիայի նման բան է, որ ամեն օր մի թերթը կարդաս, քանի օր տարվում կա, հունվարի 1-ից սկսում ես կարդալ, տենց գնում է։ Ոնց որ թերթերի օրացույցներ կան, թերթ ես պոկում, օրվա մասին կամ ինչ-որ հետաքրքիր բան գրած է, դա գրքեր էին տենց առաջ լինում, ես տարբեր թվերի, պապիկս ամեն տարի առնում էր 1800 թվերից 1890, չգիտեմ որ, ունեմ։ Այնտեղ կփնտրենք, տեսնենք հայեր ովքեր են, ինչեր ա գած հայերի մասին, ու կփնտրենք Ադրբեջան, եթե կգտնենք։ Դա այնտեղ է շատ հեշտ է փնտրել, որտեղ այնտեղ կա բան է ագլավլենիա, ասենք ատարով զգալի Արմենիա, գտնում ես, հետո նայում ես, վերում Ազզա պատելն է Ադրբեջան, Ազզայի մեջ չկա, Արմենիա ես գնում ուրիշ A-ներ, հետո B-ն է սկսվում, Վան, Գան, այդպես, կփնտրենք, կտեսնենք իրանք ով են, մենք ով ենք։ Դե իրանք ով են այն ժամանակներ չկան, իսկ ես գրքի մեջ Նագորնո Ղարաբաղը ցույց տվեցի, իրանք կան, որ կտեսնենք իրանք ով են, ոչ թե միայն հայերի համար, շատ շատերի համար։ Լավ հաջողություն։